Երկրորդ առանցքային ուղղությունը։ Լավ, մենք իրար հետ հասկացանք, թե որն է Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ եւ փոքր երկրի հայեցակարգի հիման վրա հասկացանք, թե ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Հիմա հարցի պատասխանը մենք պարզ կերպով ասում ենք. աճը, տնտեսական աճը, տնտեսության զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ եւ ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Մենք մի շատ կարևոր բան պետք է իրար հետ հասկանանք։ Առևտուրը, որը նաև այս վերջի հունվար-դեկտեմբեր տնտեսական ցուցանիշները, եթե դուք նայում եք ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված, չէ, վերջերս հրապարակվել են, մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 9.1%, բայց դրա շարժիչ ուժերը առևտուրն ու շինարարությունն են։ Ինչ է առևտուրը։ Առևտուրը արժեք չստեղծող տնտեսության ճյուղ է, ժողովուրդ։ Ինչ է դա նշանակում, դա մի կողմից արտադրողից դեպի վերջնական սպառող ապրանքների տեղափոխումն է։ Հիմա եթե մենք պատկերացնենք, թե մեր ամբողջ առևտուրը ինչպիսի ապրանքներ է տեղափոխում դեպի մեր սպառողներին, մենք պետք է հասկանանք, որ մենք ըստ էության ներմուծող երկիր ենք, մենք արտադրող երկիր չենք։ Եվ ներմուծված ապրանքները մեր առևտրի ոլորտի միջոցով տեղափոխում ենք վերջնական սպառում, ըստ էության վերջնական սպառողը ֆինանսավորում է այլ երկրների տնտեսությունը, հնան։ Հետևաբար մենք ասում ենք, որ մենք պետք է սպառման մոդելից անցում կատարենք դեպի արտադրություն եւ արտահանելի ոլորտ։ Բնականաբար, եթե դու չունես արտադրողականություն, չունես արդյունաբերություն, չունես պոտենցիալ եւ աշխարհին չես առաջարկում քո արտադրանքը, թողարկում ասելով հասկանանք, արտադրանք ասելով հասկանանք գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիական ապրանք եւ ծառայություն։ Եթե դու չես առաջարկում, դու սպառում ես, դու դառնում ես ամբողջ աշխարհում մի երկրորդական դերակատարում ունեցող մի տարածք։ Նույնիսկ դու քո ինքնիշխանությունը նաև տնտեսական առումով ըստ էության կորցնում ես։ Հետևաբար մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով։ Եվ մեր արդյունաբերականացման կամ հիմքում դրված է արդյունաբերական գոտիների, կլաստերների կառուցելու գաղափարախոսությունը։ Բայց արդյունաբերական գոտի կառուցելուց առաջ մենք պետք է հասկանանք, չէ՞ որ մենք Հայաստանը պետք է աշխարհից կտրված չպատկերացնենք։ Լոգիստիկ հանգույցները, լոգիստիկ ենթակառուցվածքները, արդյոք մենք ունենք այդպիսի հասանելիություն, ոչ, այս պահին ոչ։ Մեր աշխարհագրական դիրքը մենք չենք գնահատում որպես սահմանափակում, մեր աշխարհագրական դիրքը մենք գնահատում ենք որպես մարտահրավեր, որը մեզ ստիպում է, որ մենք կառուցենք աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ որ Հայաստանը կունենա իր դերակատարումը։ Մենք այդտեղ դնում ենք 3 շատ կարևոր գաղափարախոսություն։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ, արևելք-արևմուտք երկաթգիծ։ Եվ սա այն չի, ինչ որ այսօր ըստ էության առաջարկում է այսօրվա իշխանությունը։ Թերևս հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ կապված կատարում են որոշակի աշխատանքներ, բայց դրանք մեզ չեն գոհացնում։ Հետևաբար, ունենալով ենթահամակարգ, այդ ենթահամակարգերի շուրջ կառուցելով արդյունաբերական գոտիներ, մենք ըստ էության արդյունաբերականացնում ենք ամբողջ Հայաստանը։ Իսկ արդյունաբերական գոտիները կլաստերներում մենք արտադրելու ենք, թողարկելու ենք բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունը պետք է արտահանվի Հայաստանից, արտահանվի եւ դրանով մենք ունենանք մեր նիշան։ Հաջորդը արդյունաբերական գոտիներից հետո այդ մի հենասյունը, որ մենք ունենք, հաջորդը ըստ էության արժեք հավելացման շղթան ավելացնելն է։ Արժեք ավելացման շղթա, ասելով ինչ ենք հասկանում, հանքարդյունահանման ոլորտը ըստ էության մեր մոտ հանքաքարը արդյունահանում է, դրանից ստանում է խտանյութ եւ այդ հումքը որպես խտանյութ արտահանում է դուրս։ Արժեք ավելացման շղթա ավելացնելու մեր այսպիսի հայեցակարգը ըստ էության նշանակում է, որ այդ հումքը պետք է դառնա պատրաստի արտադրանք։ Տեխնոլոգիական շղթաները պետք է գան Հայաստան եւ Հայաստանում դրանք պետք է արդյունաբերական հնարավորություններ զարգացնեն։ Եվ երրորդը ինժեներիա, տեխնոլոգիա։
Գիտություն, բիզնես կապ, շատ կարևոր է։ Մեր մոտ հիմա գիտությունը իր անկախ, այսպես ասած, գործունեությունն ունի։ Մենք նաև գիտենք, թե գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված այսօրվա իշխանությունները ինչպիսի դիրքավորումներ ունեն։ Մենք պետք է վերաիմաստավորենք այդ ամեն ինչը։ Մենք պետք է գիտությունը, տեխնոլոգիան եւ արդյունաբերությունը կապենք իրար հետ։ Դա շատ կարևոր է։ Եթե ամփոփենք, ապա արդյունաբերական գոտիներ, նոր իրականություն, բարձր տեխնոլոգիական զարգացման համար։ Սա մեր երկրորդ առանցքային հիմնասյունն է։